Աստծուն փառք լինի, շնորհակալ ենք Իրենից, իր ողորմությունը կա, որ կարողանում ենք իր ներկայության մեջ իր խոսքը լսելու համար հավաքվենք, փառք Աստծուն։ Խոսքը, որ այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, այսպես եմ վերնագրել. Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Ուզում եմ խոսել Սուրբ Հոգու մկրտության հետ կապված, մանավանդ որ այս Կիրակի պիտի աղոթ լինի եկեղեցում նրանց համար, ովքեր եկեղեցու անդամ են, բայց չեն մկրտվել, նրանց համար աղոթք պիտի լինի Կիրակի օրը։ Ուզում եմ որոշ չափով ուշադրություն դարձնեմ, օգնեմ, որպեսզի դուք ձեր անձերը պատրաստեք։ Նախ տեսնում եք Սուրբ Հոգու մկրտությունը շատ կարևոր, Աստծո ծրագրի կարևոր մաս է հանդիսանում։ Դեռևս չկատարված իր մարգարեներով Տերը ներկայացրել խոսել էր, ասել էր, որ պիտի այդ բանը անի, այսինքն պիտի իր հոգին թափի ամեն մարմնի վրա, պիտի մկրտի, այսինքն ընկղմվի, վերցնի Սուրբ Հոգու էության ներկայության մեջ ամբողջությամբ մարդուն, Աստված մեր մեջ եւ մենք Աստծո մեջ։ Եվ այդպիսի խոստումներ կամ մարգարեական խոսք կա մի քանի տեղեր հիշեցնեմ, բայց չեմ կարդա, Հովվելիք 2-րդ գլուխ 28-29 խոսքում, երբ որ ասում է ես իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա եւ ասում է աղջիկների վրա, տղաների վրա, երիտասարդների վրա, ծերերի վրա, աղախինների վրա, ծառաների վրա, ամենքի վրա։ Եվ էլի բաներ է խոստանում, բայց դա մարգարեություն է, որ Տերը ասում է, որ պիտի լինի դա։ Կամ Եսայի 44:3-ում ասում է իմ հոգին պիտի թափեմ ձեր վրա, կամ ասում է ձեր սերունդի վրա։ Եզեկիել 39:29-ում նույնպես ասում է իմ հոգին պիտի թափեմ ամենքի վրա։ Եսայի 28:11-13-ում խոսում է, որ ես ձեր ժողովրդի հետ պիտի թոթովախոս լեզվով օտար լեզուներով խոսեմ ու դա պիտի նրանց համար հոգնածի համար լինի հանգստություն եւ մխիթարություն, բայց ասում է շատերը չեն ընդունի եւ պատիժել կստանան սրա համար, մերժելու համար Աստծո հանգստությունն ու մխիթարությունը։ Այսինքն վաղուց Տերը խոսել էր եւ եկավ ժամանակ ինքը իր ծրագիր իրականացրեց եւ տեսնում ենք այդ Սուրբ Հոգու մկրտությունը կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավորվելուց հետո եւ դա չէր կարող լիներ, երբ որ տեսնում ենք ինչի համար, ինչ ծրագրով, ինչ նպատակով Աստվածային անձերից մյուսին, որտեղ մինչև այդ արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուղարկվել էր եւ դրանից հետո միայն Սուրբ Հոգին ուղարկվեց, տեսնում ենք Սուրբ Հոգու ծրագիրը գործելու նպատակը ծրագիրը որպես ուղարկված, որ նա պիտի ուղարկողի կամք կատարեր, ինչպես Հիսուսը որպես ուղարկված ուղարկողի կամքն էր կատարում, Սուրբ Հոգին էլ ուղարկված էր Հորիցը եւ Որդուցը։ Եվ այդ կամքը ծրագիրը ամբողջությամբ հենված էր Քրիստոսի կատարած գործի, Քրիստոսի փառավորվելու հետ, հաղթանակի հետ, խաչի մահվան եւ հարության հաղթությամբ երկինք բարձրանալու, Աստծո աթոռի աջ կողմը նստելու եւ փառավորվելու հետ էր կապված։ Դրա համար մինչեւ որ Քրիստոս չփառավորվել, հոգին չէր ուղարկվի, որտեւ այդ հոգին հատուկ նպատակով առաքելությամբ էր ուղարկվում եւ այդ ամբողջ նպատակն ու առաքելությունը հենված էր եւ կապված էր Քրիստոսի խաչի գործի հետ։ Քանի Քրիստոս չէր խաչվել, Սուրբ Հոգի ուղարկելը անիմաստ էր։ Եվ սրա համար Հովհաննես 7-րդ գլխում, երբ որ Տերը խոսում էր, հրավիրում էր, այսպիսի հրավերք էր անում 37-րդ խոսքից կարդամ ձեզ համար, մինչև 39-ը, եւ տոնի վերջի օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորիցը կենդանի ջրի կետեր կբխեն»։ Սա ասաց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետեւ Հիսուսը դեռ փառավորված չէր փառավորված։ Այսինքն ներկայացումը, որ այո, Քրիստոսը Տերը հրավերք էր անում, բայց դա դեռ տրված չէր, միայն պիտի նրա փառավորվելուց հետո միայն նոր տրվեր։ Եվ տեսնում ենք անգամ Քրիստոսի մահն ու հարությունը կատարվելուց հետո էլ, երբ որ ինքը արդեն
մոտ 40 օր երկրի վրա շրջում էր, էլի դեռ Սուրբ Հոգու մկրտությունը չէր եղել, որովհետև Տեր ասեց, ես պիտի հլնեմ հոր մոտ, փառքիս մեջ մտնեմ, չէ, հորից առնեմ եւ ձեզ ուղարկեմ։ Եվ Գործառաքելոց առաջի գլուխ 4-8 խոսքերում հենց դա է ասում է, որ սպասեք Երուսաղեմում, մինչև որ երկնքից զորությունը կհագնեք։ Այսինքն կարևորվեց, շատ կարևորվեց այդ փաստը, որ Քրիստոս Սուրբ Հոգին պիտի գա Քրիստոսի փառավորվելուց հետո, եւ նաեւ այստեղից բարձ հստակ երևում է մի բան, որ դա մի, ասենք ասած, օրհնություն է, դա մի կարևոր շնորհք է, որ մարդկանց պիտի տրվի, որը, ասենք ասած, պիտի անպայման ընդունեն Քրիստոսի ծառաները, այն առումով, որ վկայություն պիտի տրվեր Քրիստոսի խաչի գործի մասին, նրա թագավորելու, նրա հաղթանակի մասին, նրա փառքի մասին, պիտի վկայություն տրվեր Երուսաղեմից, Հրեաստանից եւ Սամարիայից մինչեւ հասներ ինչ աշխարհի ծայրը։ Իսկ սրա համար բավական չէր միայն ուղղակի, որ ասենց ասեմ, իրանք Տիրոջից կրթվել էին, սովորել էին, վկաներ են եղել, այլ կարևորեց Տերը, ասես մնացեք, նստեք Երուսաղեմում, չէ, մինչև որ զորություն կհագնեք վերևից եւ այդ ժամանակ նորին վկաները կլնեք, այդ ժամանակ հաջողություն կունենաք հասնելու ձեր վկայությունով մինչև աշխարհի ծայրը։ Եվ սա շատ կարևոր է, որ Տերը կարելի ասել չանցնեք գործի, չնախաձեռնեք, ոչինչ չանեք, մինչև որ այս բանը ձեզ հետ կատարվի, մինչև չկատարվի չանեք։ Այսինքն Տիրոջ ծրագիրը, Աստծո ծրագիրը, որ նայում ես ընդհանուր գլոբալ մեծ հաշվով, sense մեծ տեսադաշտով սա էր, նախ նա ուղարկեց աստվածային անձերից առաջինին որդուն, Աստծո որդին մարդացավ, մարմին հագավ, եկավ աշխարհ եւ հատուկ ծրագրով ուղարկվեց, որպեսզի նրա միջոցով իրականանա Աստծո փրկության ծրագիրը, որ մարդկության համար մեղքերի թողությունը իրականացվի, որ մարդիկ հնարավորություն ունենան Քրիստոսի միջոցով նրա խաչի գործով ներվեն, ազատվեն հավիտենական դատաստանից, հավիտենական պատժից հաստատվեն Աստծո ներկայության մեջ, դառնան Աստծո որդիներ, արդարանան, սրբվեն եւ հավիտենական կյանքի ժառանգորդ դառնան։ Քրիստոսին ուղարկելով այս ծրագիրը իրականացրեց։ Քրիստոսից հետո, երբ որ Քրիստոսը բարձրացավ երկինք, եկավ Սուրբ Հոգին, ուղարկվեցավ Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգու համար էլ կարևոր, շատ կարևոր նպատակ էր դրված, եւ այդ նորից եմ ասում, այդ նպատակը ամբողջությամբ կապված էր Քրիստոսի հետ, Քրիստոսի խաչի նրա թագավորելու, նրա թագավորության տարածելու, նրա փառքը բացահայտելու, աշխարհի մեջ տարածելու, հայտնելու, ճանաչեցնելու հետ եւ մարդկանց, ասենք ասած, մեկացնելու, ել ավելի Քրիստոսի հետ մեկ դարձնելու հետ։ Եվ մենք տեսնում ենք ինքը Տեր Հիսուս Քրիստոսն էլ շատ տեղերում հետաքրքիր ձևով էր խոսում, ասում էր, չէ, հիմա ես ասում եմ շատ բաներ կա ձեզ ասելու, բայց ինչա չեք կարող հասկանաք։ Շայթություն դարձնեք, Տերն էր գործում իրանց հետ, Տերն էր խոսում։ Բայց ինքը ասում էր չեք հասկանում, բայց երբ որ ինչ Սուրբ Հոգին կգա, ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Այսինքն տեսնում ենք, որ բան կա, գործ կա, որ Սուրբ Հոգու գալուստով պիտի դա լինի։ Քրիստոս ասում եմ, էլի չեք, ոնց որ ասած, հասկանում, էլի չեք կարողանում ընկալել, հասկանալ, բայց Սուրբ Հոգին որ գա, այս աշխատանքը կկատարի։ Եվ հիշեցնեմ Հովանու ավետարանում Տերը այսպիսի բան ասաց, Հովանու 16-րդ գլուխ 5-ից 7-րդ խոսքում, երբ որ խոսում էր իր արդեն գնալու, խաչվելու, մեռնելու, հարություն առնելու, նրանցից բաժանվելու մասին իր աշակերտներից, աշակերտները տրտմեցին, տխրեցին, որտեղ սիրում էին Տիրոջը եւ հասկացան, որ պիտի բաժանում լինի։ Ասաց, բայց հիմա ինձ ուղարկողի մոտ եմ գնում եւ ինձանից ոչ մեկը չի հարցնում, թե ուր ես գնում, այլ որովհետեւ այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ Բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ։ Տեսեք, ասում եմ ճիշտ է, դուք շատ եք տխրել, որ ես գնում եմ, որ ինձանից պիտի ոնց որ ձեզանից գնամ եւ բաժանումը կատարվի, որ եսի խոսեցի, ասում եմ տրտմությունը լցվեց ձեր մեջ, բայց ես ճշմարտություն եմ ասում, հիմա տեսեք ինչ ասում, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեր մոտ,
բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Լավ, ոնց որ ասած, տխրում եք իմ գնալուց, սիրում եք ինձ, չեք ուզում բաժանվեք, բայց հավատացեք, լավ է, որ ես եթամ, որտեղ իմ գնալով պիտի մխիթարիչը գա, որ չգնամ մնամ ձեզ հետ, ասենք օրինակ, ասեմ լավ, որ չտխրեք չեմ եթում։ Մխիթարիչը չի գա, ու շատ կարևոր բան կա այդ մխիթարիչի Սուրբ Հոգու գալուստի հետ կապված, որ ձեր կյանքում չի իրականանա, ինքը պիտի գա, ոնց որ ասած, այդ առաքելությունը, այդ գործը, այդ ծրագիրը Աստծով նրա համար է որոշված, նա պիտի գա եւ այդ ծրագիրը կարևոր բան կա, որ պիտի իրականացնի, եթե ես չեթամ ինքը չի գա։ Տխրել եք, չեք ուզում բաժանվեք, բայց հավատացեք, ձեզ համար լավ է, որ ես եթամ։ Լավ է, որ ես բաժանվեմ ձեզանից, սենց ասած։ Թեկուզ տխրեք, որտեվ մխիթարիչ պիտի գա եւ նա մեծ գործ պիտի կատարի, կարևոր ծրագիր պիտի իրականացնի։ Եվ տեսնում ենք Սուրբ Հոգու ուղարկելու հետ կապված Աստծո ծրագիրը։ Սուրբ Հոգին ուղարկվեց եւ համարները ես չեմ կարդա շատ են, կարդացեք Հովանու 14, 15, 16 գլուխները, Հովանու 7-րդ գլուխ, Գործք առաքելոց առաջի գլուխ, 2-րդ գլուխ, այնտեղ այդ կարելի ասել բացահայտված է, բայց ուղղակի նպատակները, ծրագիրերը Քրիստոս, ասենք, Նախում համար այն ուղարկվեց Քրիստոսին ընդունածների համար առաջի հերթին, բայց նաև ասում է Սուրբ Հոգին որ գա աշխարհի մեջ էլ, չէ՞, պիտի գործի։ Հանդիմանություն պիտի անի աշխարհին, բայց Քրիստոսին ընդունածների մեջ պիտի գործի հետևյալ ծրագրով, ասում է, որ պիտի փառավորի Քրիստոսին, ճանաչեցնի Քրիստոսին, առաջնորդի Քրիստոսի մասին ճշմարտությունների մեջ։ Մյուս կարևոր բանը, որ կատարելապես ոնց որ պիտի սովորեցնի, ճանաչեցնի, հիշեցնի Քրիստոսի խոսքերը, բացի դրանք ու հասկանալի դարձնի։ Մեկ ուրիշ կարևոր բան, պիտի մարդկանց Քրիստոսի զորավոր վկաները դարձնի, ծառայության կարողությունով ու զորությունով, պարգևներով։ Մեկ ուրիշ կարևոր բան, Քրիստոսի համար պիտի մարդիկ պտղաբեր կյանքով ապրեն։ Այլ բան, որդեգիր ժառանգորդ դարձնելու գործը պետք է իրականացնի Սուրբ Հոգու գալուստով։ Մյուս կարևոր բանը, Քրիստոսի այդ ամբողջ հաղթությունը պիտի մարդկանց կյանքում իրականություն դարձնի։ Մեկ այլ կարևոր բան, նա պիտի Աստծո հետ մարդուն մի այլ կարգի, մի կատարյալ մեկության մեջ մարդուն Աստծո հետ մեկացնի, այդ մեկությունը իրականացնի։ Եվ մեկ այլ կարևոր բան, կյանքի աղբյուրը պիտի հաստատի մարդու մեջ, այսինքն այդ աղբյուրը հենց մարդու մեջ պիտի լինի, այնտեղից պետք է կյանքը բխի, այլ ոչ թե դրսից, այսպես կայլան մարդը ընդունի։ Այս բաները, այո, պիտի Սուրբ Հոգին գա իրականացնի։ Իսկ սենց ասեմ, ում կյանքում այս ծրագրով Քրիստոս Սուրբ Հոգին պիտի գործի։ Նրա կյանքում ով Սուրբ Հոգուն ընդունել է, ով Սուրբ Հոգին ընդունել է, ով Սուրբ Հոգին չի ընդունել, այս ծրագիրը չի իրականանա իր կյանքում։ Անես չի, ուշադրություն դարձրեք, որ այսպես լավ, որ ավելի հասկանալի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրայով խոսենք։ Քրիստոսն էլ որ եկավ, հենց այնպես ուղղակի չեկավ աշխարհ, հատուկ ծրագրով, դրա համար նա կոչվում էր Մեսիա, չէ՞, Քրիստոս, Մեսիա, օձյալ, այսինքն հատուկ հարց, բաներ, գործ, նպատակ Աստծո ծրագիր իրականացնող մեկը, օծված մեկը։ Եվ նա երբ որ եկավ, տեսնում ենք, ով ում կյանքում Քրիստոսի հետ կապված ծրագիրը, որ պետք է իրականացներ Աստված, ում կյանքում դա իրականացավ, ով որ Քրիստոսին ինչ արեց, ընդունեց։ Այսինքն, եթե այդ փրկության գործը, որ պիտի Քրիստոսով իրականանա, այդ փառավոր գործը եւ այլ բաներ, որ կարող նայենք, ապա Քրիստոսը պիտի կատարեր մարդու կյանքում, ապա պիտի կատարվեր այն մարդու կյանքում, ով որ Քրիստոսին կընդունի, ով Քրիստոսին կընդունի, Քրիստոսի հետ կապված նպատակը, որ Աստված կապել է, որի համար ուղարկել է, որպեսզի իրականանա, այդ ծրագիրը նպատակները այդ մարդու կյանքում Աստված իրականացնում է։ Ով չընդունում, չի իրականացնում։ Եվ ես ես մի բան ասեմ, այնպես չի, որ Քրիստոսը գործել է աշխարհի վրա միայն օրինակի համար, երբ որ մարդացավ։ Չէ, մինչև մարդանալն էլ ինքը Աստված է։ Հին ուխտում ասում է, այն վեմը, որից դուք խմում էիք, հիշում եք, առաջ ասում եք, այդ վեմը, որ ձեր առջևից գնացողը վեմը, որ խմում եք, ասում ով էր, Քրիստոսն էր, Քրիստոս վեմից եք խմում։ Եվ շատ այլ տեղերում նայում ենք, այո, Քրիստոսը կա, գործում է, բայց
եկել է մի պահ, որ Աստված հատուկ նպատակով Մեսիա, օծյալ, փրկիչին ուղարկել է աշխարհ հատուկ ծրագրով։ Եվ այսպես է Քրիստոսին ընդունողը նրան ուղարկողին է ընդունում, նրան ուղարկողին ընդունողը նրա համար որոշված ծրագիրը կընդունի, կիրականանա։ Ինչ որտեղ գիտեք ինչին է նման, ոնց որ սովորական բանի համար էլ ասեց մարգարեին ընդունողը ինչ, մարգարեի վարձկարն է, այսինքն ինչ է նշանակում, այսինքն այն ինչ որ Աստված մարգարե պարգևով որոշած, որտեղ Աստված մարգարեով էլ է ծրագիր դրած մարգարեի վրա, որ մարգարեի միջոցով այս ծրագիրը իրականացնի, վարդապետի միջոցով այս ծրագիրը, հովի միջոցով այս ծրագիրը, մարգարեն ընդունեցիր, այդ ծրագիրը քո կյանքում կիրականանա։ Եթե ընդունում ես, այսինքն որպեսզի Աստված իր որոշած ծրագիրը այդ անձի ձեռով իրականացնի, դու այդ անձին պիտի ինչ անես, ընդունես։ Նմանատես Հիսուսին ընդունողը Հիսուսի վարձ կընդունի։ Այսինքն այն ինչ որ Հիսուսով որոշված է, դա էլ կարող կընդունի, կատարի Աստված իր կյանքում։ Ինչ որ ով չընդունես չի էլ կատարվում։ Այդպես էլ կա, այսօր Հիսուսին ընդունողների կյանքում Աստծո ծրագիրը իրականանում, չընդունողների կյանքում չի իրականանում։ Ես ինչու sense հերվից եկա, որպեսզի դուք հասկանաք, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգին ընդունողների համար էլ է այդպես։ Այն որ ես ասեցի, մի քիչ մանրացրեցի, ինչ ծրագիր էր դրված Սուրբ Հոգու վրա, երբ որ Քրիստոսը եւ Հայրը որդին Աստծո որդին վերցրեց ու հոգից ուղարկեց, ծրագրով նպատակով ուղարկվեց, այդ ծրագիրը կիրականանա նրանց կյանքում, ով Սուրբ Հոգին ընդունել են։ Գիտեք ոնց է Սուրբ Հոգին ոնց որ Հիսուսին ընդունելու ձև, ճանապարհ կա, Աստծո դրած ձև ու ճանապարհ կա։ Օրինակ ես չեմ կարող իմ ձևով Հիսուս ընդունել։ Սուրբ Գիրքը ոնց ասում է, այդ ճանապարհով պետք է ընդունեմ, որ համարվի, որ ես ընդունեցի Քրիստոսին իմ կյանքում եւ Քրիստոսը որպես ասած եկած, ընդունված, ոնց որ ասած, անձ Աստծո ուղարկված գործի եւ քո կյանքում իրականացնի իր ծրագիրը։ Մենք Հիսուսին ընդունում ենք օրինակի համար ինչպես ապաշխարելով ու հավատալով իրան, չէ՞։ Դառնալով դեպի իրան, խոստովանելով մեր մեղքերը, խնդրելով որ ների, ընդունելով նրան մեր կյանքի մեջ ինչ Տեր ու փրկիչ եւ հանձնվելով նրան։ Էսի Քրիստոսին ընդունելու ճանապարհն է։ Եթե մեկը ասենց չի ընդունում, ուրիշ ձև է ուզում ընդունածը, ես Քրիստոսին ընդունել եմ, ու չի անում այդ քայլերը, ինքը Քրիստոսին չի ընդունել։ Եթե չի ընդունել Քրիստոսով որոշված Աստծո ծրագիրը իր կյանքում չի իրականանա, փրկության հարցներ լուծելու օրինակ Քրիստոսը, ինքը չի փրկված չի լինելու։ Վերստին ծնունդի հարցեր լուծելու, ինքը վերստին ծնունդ չի ունենալու։ Ինքը արդարացման հարց պիտի լուծեր, ինքը արդարացի չի արդարանալու։ Եթե այդպես չի ընդունե, պիտի ընդունվի այնպես, ինչպես Աստված է ուղարկել, որոշել այդ ճանապարհը։ Հիմա դառնանք Սուրբ Հոգուն։ Մենք Սուրբ Հոգուն պետք է ընդունենք այնպես, այսինքն դա համարվի ընդունված, Սուրբ Հոգին ընդունված քո կյանքում, ինչպես որ Աստված է ասել։ Ինչպես Աստված է որոշել։ Մենք պետք է չնայենք սրան, որ մեր հետ Սուրբ Հոգին գործում է, ուրեմն մենք ընդունել ենք այն, որ Հիսուս ասում է, հորիցը վերցրեցի, ուղարկել եմ, որ դուք ընդունեք։ Ընդ որում ուղարկել ասում է, իմ հոգին պիտի թափեմ ում վրա, ամեն մարմնի վրա, այսինքն անխտիր բոլորի համար ուղարկված է։ Բայց ուղարկված լինելը, ինչպես Հիսուսն էր ուղարկված, դա չի նշանակում, որ բոլորն էլ ընդունեցին։ Ուղարկված լինելով շատերը չընդունեցին։ Հիմա Սուրբ Հոգին ուղարկված է բոլորի համար, բայց շատերը չեն ընդունել։ Մեկը կարող ասի, բայց չէ՞ որ Սուրբ Հոգին ինձ հետ գործում է, բացում է, հասկացնում է, առաջնորդում է, անգամ Սուրբ Հոգին գործում էր այն ժամանակ, երբ որ դեռևս Հիսուսը փառավորված չէր ու դեռևս ուղարկված չէր այդ ծրագրով, հատուկ ծրագրով ուղարկված Սուրբ Հոգու մասնախոսքը, բայց ընդհանրապես Սուրբ Հոգին գործել է։ Երբ որ հարցեր առաջանում, ասում է, ես Սուրբ Հոգով եմ անում, կամ ասում է, երանի քեզ Պետրոս, որովհետև Աստծո Հոգին հայտնես քեզ, կամ ասում է, ձեզ Սուրբ Հոգին կա բան կանի, իմաստություն կտա, լեզու բերան կտա եւ այլը։ Սուրբ Հոգին գործել է, միշտ էլ գործել է։ Երբ որ մենք մկրտված չենք եղել Սուրբ Հոգով, մենք դեռևս անգամ Հիսուսին չենք ճանաչել ու հավատացել, Սուրբ Հոգին մեր հետ աշխատանք կատարել, որ գանք դեպի Քրիստոսը, ճանաչենք։ Բայց չի շանակում, ասենց ասեմ, այն ծրագրով, որ կա Սուրբ Հոգին, որ Հիսուսը հելավ ուղարկեց, արդեն դա լուրջ ոնց որ ասած մի հատ ժամանակաշրջան էր, Սուրբ Հոգու գալու ժամանակաշրջան հատուկ ծրագրով։ Այդ ծրագրով ուղարկված Սուրբ Հոգին եմ ընդունել։ Այդ ընդունելությունը ունի իր ապացույցը, ունի իր ճանապարհը, իր դրսևորումը։
Դա Սուրբ Հոգով մկրտությունն է։ Պատահական մի համարեք, որ օրինակ այս հարցն էին տալիս մարդկանց։ Օրինակին վերնագիրը, որ դրել եմ, հենց այդպեսին է, այդպես եմ դրել, չէ՞, եւ Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Այս խոսքերը Պողոս առաքյալի խոսքերն են։ Մենք մարդկանց հանդիպեց, որոնք Քրիստոսին աշակերտում էին արդեն։ Այսինքն ընդունել էին, այ Հիսուսին ընդունել էին ապաշխարությունով։ Դարել էին դեպի Հիսուս, մեղքերը թողնվել էր, Հիսուս իրանց կյանքի տերն էր, թագավորն էր, աշակերտ էին։ Բայց ինքը հարց տվեց, երբ որ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, այսինքն Սուրբ Հոգին ընդունել է նշանակում է ինչ անել, մկրտվել։ Ոչ ասել, հա, դե եւ մենք Աստծուն ընդունում ենք, Աստծո երամայությունը ընդունում ենք, մենք հավատում ենք, որ Աստված երամայությունն է, եւ եթե ասում ենք Աստվածը մեր վրա թագարում, Սուրբ Հոգին էլ հետն է։ Բայց այդտեղ մի հատ ծրագիր կա, նորից եմ ասում, որ հատուկ առանձնահատուկ արդեն այդ ժամանակամիջոց այդ ժամանակահատվածում Սուրբ Հոգին այդ ծրագրով էր եկել, դու որպեսի քո կյանքում դա իրականանա, մի հատուկ հաղորդակցություն ու ասենց ասած միաբանություն Աստված ստեղծում։ Դու պետք է մկրտվես Սուրբ Հոգու մեջ, դու պիտի ընկղվես Սուրբ Հոգու մեջ, որպեսզի դա համարվի ընդունված եւ Սուրբ Հոգին քեզ այն թվարկած օրհնությունների մեջ տանի։ Չէ, նայեք, հենց առաքյալների կյանքը որ նայում ենք, շատ լավ երևում է, մինչև Սուրբ Հոգով մկրտվելը եւ Սուրբ Հոգու մկրտությունից հետո։ Դե պատահական չէր։ Փրկության հարց չի որոշում, չի լուծում Սուրբ Հոգու մկրտությունը, մենք գիտենք։ Որտեղ Սուրբ Հոգին չի ուղարկվել, որ մեզ համար փրկություն իրականացնի։ Հիսուսն է ուղարկվել մեզ համար փրկություն իրականացնի։ Երբ որ հավատացինք Հիսուսին, ընդունեցինք Հիսուսին ապաշխարությունով, փրկությունը մեր կյանքում իրականացավ, որովհետև նրա հետ է կապված փրկությունը։ Բայց բաներ կա, որ Հիսուս Տերն էլ ասեց, երբ որ Սուրբ Հոգին գա, ինքը այս բաները այս ծրագրով պիտի գործի։ Ինձ պիտի փառավորի, ինձ պիտի ճանաչեցնի, ինձանից առաջ ձեզ պիտի հիշեցնի, ձեզ պիտի սովորեցնի, իմ վկաները պիտի լինեք զորավոր, որդեգիր պիտի անի, ժառանգորդ պիտի անի, ինչպես նորից եմ հիշեցնում, կյանքի աղբյուր ձեր մեջ պիտի հաստատի։ Այսի Սուրբ Հոգուն է, ոնց որ ասած, որպես գործ, առաքելություն դրված, նրա վրա է դրված, նա որ այս գործ անի, նա պիտի անի նրանց կյանքում, ովքեր կընդունեն նրան։ Ովքեր չեն ընդունի, այդ բաները չի լինի։ Ես երբեք չեմ կարող ասեմ, քո մեջ ով մարդ կյանքի աղբյուր կա հաստատված, եթե դու Սուրբ Հոգով մկրտված չես։ Չկա աղբյուրը չկա քո մեջ հաստատված։ Դու կյանք ունես, բայց աղբյուրը քո մեջ չի։ Չկա։ Ու մնացած բաներն էլ։ Դու չես կարող այն կատարյալ, ոնց որ ասած, մեկության մեջ գտնվես Աստծո հետ, որ Աստված կամեցել է Սուրբ Հոգու մկրտությունով իր հետ ստեղծի։ Չունես դու դա։ Դա ոնց որ ասած, մեկ այլ կարգի, մեկ այլ աստիճանի, մեկ այլ խորության, անսահման մի հատ հնարավորություններ է բացում։ Չենք ասում ընդհանրապես, եթե մենք չենք մկրտվել, ընդհանրապես օրինակի համար Աստծո Հոգին մեր հետ գործ չի անում, Աստծո Հոգին մեզ չի առաջնորդում, չի անում է։ Բայց որպեսի ոնց որ ասած այն լիարժեք ամբողջականը կատարյալ իրականա Սուրբ Հոգու մկրտությունն է քեզ պետք է անպայման։ Որովհետև նորից եմ ասում, այն ինչ նպատակով ուղարկված է, ընդունելու ժամանակ է ուղարկվածը քո հետ այդ նպատակը իրականացնում։ Ընդունված լինելու ժամանակ։ Իսկ ընդունված լինելու բանը, ասած նշանը է սա, Հիսուսը հելել է հոր մոտ, հորից առել է, ուղարկել է։ Դուք էլ ինչ պիտի անեք, ընդունեք։ Նույնը Հիսուսի համար Աստված իր որդուն ուղարկեց։ Դուք էլ ինչ պիտի անեք, ընդունեք, որ Աստծո ուղարկելու նպատակը փրկության կյանքի հետ նպատակը ձեր մեջ իրականանա, նույնը Սուրբ Հոգու։ Եվ հիշեցնեմ, որ պատահական չի, որ ասենք կարևորված էր առաջի դարում, օրինակի համար բան չէին անում, հանգիստ չէին օրինակ այս հարցի շուրջ, եթե կար քրիստոնյա հավատացյալ մարդ, Քրիստոսին ընդունած մարդ, որ մկրտված չլիներ, իրանք անհանգիստ էին, դա համարում են տարօրինակ բան, պետք է տենց չլինի։ Եվ շատ տեղերում տեսնում ենք, որ անմիջապես ոնց որ ասած հոգս էին քաշում, խնամք էին տանում, որ իրենցից կախված առաքյալներ անեն, որպեսզի այդ խումբը, այդ մարդիկ մկրտվեն։ Ես հիշեցնեմ երկու դեպք Սուրբ Գրքում։
Գործառաքելոց 8-րդ գլխում այսպիսի բան է նկարագրում, հիշում եք, Սամարիայում Փիլիպոսը խոսեց, քարոզեց, բավականի ժողովուրդ հավատաց Տիրոջը, անգամ Փիլիպոսը վերցրեց եւ նրանց մկրտեց Հիսուս Քրիստոսի անունով։ Բայց ասում է Սուրբ Հոգով մկրտություն դեռ չէր եղել։ Եվ հիշեցնեմ 8:14-17 ասում է, երբ որ Երուսաղեմ լինող առաքյանները լսեցին, թե Սամարիան Աստծո խոսքը ընդունեց, Պողոսին եւ Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ, որոնք իջան եւ աղոթ քարին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն, որովհետեւ դեռ նրանցից ոչ մեկի վրա չէր իջել, միայն Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկրտված էին։ Այն ժամանակ ձեռ դրեցին նրանց վրա եւ նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Տեսեք, Սուրբ Հոգին ընդունել ինչ է նշանակում։ Ձեռ դրին նրանց վրա, նրանք էլ ինչ են անում, ընդունում են, այսինքն ինչ է նշանակում ընդունում են, մկրտվեցին Սուրբ Հոգով։ Այսինքն Սուրբ Հոգու ընդունելը մկրտությունն է։ Ոչ թե ասում են ես ընդունում եմ, վերջ, ես ընդունում եմ։ Ընդունում եմ, ես հակառակություն չունեմ, ես հավատում եմ, ճիշտ է, պետք է մկրտվես, վերջ։ Այս դեպքում է, որ այս ընդունելությունն է, որ ճանապարհ է բացում, իրավունք է ստեղծում, որ Սուրբ Հոգին Հիսուսին փառավորի քո կյանքում այն առատությունով, այն լիությունով, այն ամբողջականությունով ու կատարելությունով, որ ինքը կարող է, որ իրեն տրված է, որ իրեն որպես առաքելություն իր ուսերի վրա դրված է, ինքը երկրի վրա որ դա անի։ Այդ ծրագրի համեմատ։ Եվ այստեղ այո, տենում ենք անհանգստացան, ուղարկեցին սենց սրա համար հատուկ նաև Սուրբ Հոգին, որպեսզի նրանք առնեն։ Մեկ ուրիշ տեղ Գործառաքելոց 19-րդ գլուխ 1-7 համարները հենց այս հատվածն էր, որ ես ցույց հիշեցրեցի։ Ասում երբ որ Ապողոսը Կորինթոսում եղած ժամանակը Պողոսը, որ վերին կողմերում ման էր եկավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտավ, ասաց նրանց. արդյոք դուք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ հավատացիք, հետաքրքիր է, չէ՞։ Հավատացել էին, Հիսուսի աշակերտներ էին սրանք, ասում է։ Հարցում է, երբ որ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, այսինքն նորմալը սա է, հավատալ նաև Սուրբ Հոգին ընդունել, վերջ։ Ոչ թե հավատալու առանց մկրտությամբ ապրել։ Առանց մկրտության ապրելը նշանակում է այդ ժամանակաշրջանի համար, որ Սուրբ Հոգին ուղարկվել է հատուկ ծրագիր նպատակով արդեն, դա քո կյանքում չի բավանանում, չի իրականանալու։ Լիքը բաներ, որ կան, որ պիտի, ասենք ասած, ուրիշ ձև քո կյանքում լիներ, չի լինելու։ Մինչև մկրտությունը աշակերտները փրկված էին, անգամ շատ բաներ կարողանում էին անել, հրաշ նշան զորություններ, բայց Տերը, ասենք ասած, խոսեց նրանց անհրաժեշտ է, պետք է, պարտադիր է Սուրբ Հոգով մկրտվել, փրկության համար չէր։ Այլ այն ծրագիրը, որ Աստված որոշել է ձեր համար, մկրտվեք, որ կատարվի, դա կարևոր է։ Ունենք չէ՞ ժողովուրդ ջան, որ ամեն ինչ պետք է մենք փրկության հետ կապվենք, եւ եթե մի բան փրկության հետ չի կապվում, մեզ համար աշներից ընկած լինի կամ կարանք ավելորդ համարենք, դա չունենանք, այդպես չէ, դեպքում Սուրբ ջրով էլ դուք չէիք մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով ջրով մկրտությունը, այսինքն դա փրկության համար չի։ Բայց երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը անգամ Հովհաննեսին մոտեցավ մկրտության համար, Հովհաննեսը չէր ուզում իրեն մկրտել, հիշում եք իր խոսքը։ Այսպես է վայելում, որ կատարենք ինչ Աստծո ամեն արդարությունը, սա Աստծո պահանջը հրաման է։ Բացի Աստծո պահանջ հրաման լինելուց Սուրբ Հոգով մկրտությունը, ժողովուրդ ջան, դա կարևոր մի հատ ծրագիր է, որ եթե դու չմկրտվես, այս ծրագիրը չի իրականանա քո կյանքում։ Շատ լուրջ կարևոր Աստծոց դրված ծրագիր։ Որպեսզի Հիսուսի կատարած գործը առատապես կատարելապես ոնց որ մեծ շնորհքով, առատությամբ, զորությունով քո կյանքում արտահայտվի։ Դրա համար անպայման մկրտություն է պետք։ Եվ այստեղ խոսում է մենք չենք էլ լսել Սուրբ Հոգի կա եւ ասեցին նրանց, ապա ինչո՞վ մկրտվեցան, նրանք ասեցին Հովհաննեսի մկրտությունով, եւ Պողոսն ասեց Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում ու ասում, թե նա որ նրա ետևից պիտի գա, նրան հավատան, այսինքն Հիսուս Քրիստոսին, եւ երբ որ լսեցին Տեր Հիսուսի անունով մկրտվեցին, եւ երբ որ Պողոսը ձեռ դրավ նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ են խոսում եւ մարգարեանում, եւ ամենքը 12 մարդու չափ էին։ Բայց ամբողջ հարցը էսա Պողոսի անհանգստությունը։ Երբ որ հավատացիք, սրանց այնքան անվանում է աշակերտներ, այսինքն Հիսուսին հավատացած ընդունած մարդիկ, այդ հավատքի մասեր։ Սուրբ Հոգին ընդունեցիք։ Անմիջապես այս անհանգստությունը կա։
որ ոնց որ ասած այդ ծրագիրը Աստված իրականացնի ձեր կյանքում։ Քրիստոսին հավատացիք, ընդունեցիք, բան կա, որ Աստված Սուրբ Հոգու ուղարկելով պիտի ձեր կյանքում այդ հիմքի վրա, Քրիստոս ընդունելու հիմքի վրա, փրկված լինելու հիմքի վրա ձեզ համար անի։ Սրա համար Աստված թող մեզ օրհնի, ժողովուրդ ջան, որ մենք իրոք լուրջ մոտենանք այդ հարցին։ Նորից եմ ասում, այսին նման է այն խոսքին, որ ասում է արդարին ընդունողը արդարի վարձ կառնի։ Այսինքն կօգտվի այն արդարի միջոցով իր ինչ որ Աստված արդարի միջոցով կարա իր համար անի, կլինի իր կյանքում։ Մարգարեին ընդունողը մարգարեի վարձ կառնի։ Շարունակության մեջ կարակ սենց ասենք, ճիշտ է, ես չեմ ասում, բանա, հավասարություն ենք դնում մարգարե արդար Հիսուսի հետ, չէ, Հիսուսին ընդունողն էլ Հիսուսի վարձքը կառնի։ Այսինքն այն ինչ որ Հիսուսով որոշել Աստված տա մարդուն։ Սուրբ Հոգուն ընդունողն էլ Սուրբ Հոգու վարձ կառնի։ Այսինքն այն ինչ որ Աստված որոշել է Սուրբ Հոգով տա մարդուն։ Իրականացնի մարդու կյանքում։ Այնպես որ այդ հանգիստ չնստենք այս բանով, դեպը Հիսուսին ընդունել ենք, փրկված ենք, հերիքա, հիմա որ չմկրտվենք էլի բան չէ, տարբերությունը շատ մեծ է։ Եթե անգամ մենք տարբերություն չտեսնենք, սենց ուղղակի վիզուալ ոնց որ աշկով տենալով, դե եսի մկրտված է, եսի մկրտված չի, եսի միշտ տարբերություն իրանց կյանքում չերում, այդ կապ չունի։ Դա չի շանակում քո տեսածով է, որ տարբերությունը պիտի երևա։ Բաներ կա, գուցե հետագայում ավելի կապացուցի ու կբացահայտվի այդ տարբերությունը։ Մեկ երկրորդն էլ սենց է, Աստծո նպատակը ծրագիր է այսի։ Իսկ մի կարևոր բան է, որ Քրիստոսի հետ կապված գործ է իրականացնելու, նրա փառավորվելու գործն է իրականացնելու Սուրբ Հոգին։ Դու խի դրանից սենց ասած կող քաշված ես, բավարարված ես եղածով։ Խի դրա մեջ նախանձավոր չես։ Աստծո կամքն է, ոնց որ այսպես է վայելում, կա որ մեր մեջ կատարվի Աստծո ամեն կամքը, ամեն արդարություն, Աստծո կամքը էդի է նաև։ Երբ որ Գործք առաքելոց երկրորդ գլուխը կարդում ենք, Պենտեկոստե օրը մկրտությունը եղավ, Պետրոսը ելավ խոսեց, ժողովուրդը զղջաց, ասեց ինչ անենք, մարդիկ եղբայր, պատասխանը այս էր, ապաշխարեցեք, այսի փրկության համար է, Հիսուսին ընդունելու ճանապարհն է։ Եվ թող ամեն մեկը մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, այսի ուղղակի փրկվածի համար պահանջ, որ մկրտությունով նաև ցույց տա, որ ինքը այդ անունին ինչա պատկանողն է եւ օրհնությունների մեջ բաժին ունի եւ Սուրբ Հոգու պարգև ինչ կանեք, կընդունեք։ Ես էլ արդեն էսա Սուրբ Հոգին, որ պիտի ձեր հետ գործ կատարի։ Իրան որոշած առաքելությամբ, իր վրա դրված նպատակներով, ծրագրերով։ Սա է ճիշտը, ամբողջականը։ Մենք չենք ասում ուշադիր եղեք, ծայրեղության չտանենք, ինչպես որոշ տեղեր հերձվածողությունը, մոլորությունը, որ բանը փրկությունը կապում են Սուրբ Հոգու մկրտության ու ջրով մկրտության հետ, քավլից այդպես բան չկա։ Հիսուս Քրիստոսի խաչի գործ ընդունողներին, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունողները ապաշխարության փրկված են։ Եթե անգամ դեռ մկրտված չեն ջրով կամ մկրտված չեն հոգով, նրանք փրկված են։ Բայց այնպես չի, որ Աստված գերագույն նպատակը Աստծո փրկությունն է ու վերջ։ Փրկությունը հակառակ շատ ենք խոսացել, Աստծո ծրագրի սկիզբն է։ Դնում է մի վիճակի մեջ, որից հետո քեզ պիտի տանի առաջ իր ծրագրերի մեջ։ Սրա համար շատ կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը, շատ։ Եվ սրա համար ես եմ ասում, ժողովուրդ ջան, որ մենք պիտի նախանձավոր լինենք, ովքեր չեն մկրտված, ու շատ քննեն իրանց անձերը։ Հետաքրքիր է, օրինակ ես հատվածում են 8-րդ գլխում մի բան է ասում, մի բան ասենք, որ կարդացի, որ առաքյալները գնացին, Պետրոսն ու Հովհաննեսը ձեռք դրեցին Սամարիայում, մկրտվում էին, խոսում է մի մարդու մասին, կարդամ շարունակության մեջ, ես կարդացի մինչև 16 համարը, ասում է այն ժամանակ ձեռք դրին նրանց վրա եւ նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Տեսեք, նրանք ընդունում էին Սուրբ Հոգին, այսինքն Սուրբ Հոգին ընդունելը հենց դա է, մկրտվելը։ Ուրիշ բան չի։ Շարունակությունը ասում է Սիմոնը երբ որ տեսավ, Սիմոնը խոսում է մի մարդու մասին, որ մոգ էր, որ ապշեցրել է, զարմացրել էր սամարացիներին, բայց հետո նա ինքը որ ասենք տեսավ, ասում է հավատաց Փիլիպոսին, Ավետանին, որ Աստծո արքայության բաներն էր ասում, եւ Փիլիպոսին էր հետևում էր։ Բայց ասում է սա որ տեսավ, ինչ արեց։ Սիմոնը երբ որ տեսավ, թե առաքյալները ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող բերավ նրանց եւ ասեց. «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որում վրա ձեռք դնեմ, Սուրբ Հոգին առնե»։ Պետրոսն էլ ասեց նրան.
Քո արծաթը քեզ հետ կորչի, որովհետև դու կարծեցիր, թե Աստծո պարգևը փողով կառնվի։ Դու բաժին եւ վիճակ չունես այս բանումը, որովհետև քո սիրտը ուղիղ չէ Աստծո առաջին։ Արտապաշխարիր քո այդ չարությունից եւ Աստծուն աղաչիր, որ թերևս թողնվի քեզ քո սրտի չար խորհուրդները, որովհետև տեսնում եմ քեզ, որ դառը մաղձի եւ անիրավության կապանքի մեջ ես։ Սիմոնն էլ պատասխանեց, ասեց. դուք ինձ համար աղոթք արեք Տիրոջը, որ ինձ վրա մի բան չգա նրանից, որ դուք ասեցիք։ Տեսեք, այստեղ մի արգելքի մասն է խոսում, ասես դու սրա մեջ ոչ միայն հարցը էր, որ Սիմոնը ուզում էր, որ ինքն է ձեռք դնի մկրտվեն, այլ նաև ընդհանրապես դրա մեջ, այսինքն ոչ թե դու քո ձեռով չի կատարվի մկրտությունն, այլ դու ինքդ էլ չես մկրտվի, դու սրա մեջ ինչ մաս բաժին չունես, ինչու քո սիրտը ուղիղ չէ Աստծո հետ։ Այսինքն ում սիրտը ուղիղ չէ Աստծո հետ, ինքը դրա մեջ մաս բաժին չունի։ Հիշում եք, չէ՞ որ սենց հանդիմանություն եկեղեցուն եղել է։ Դե թող Սուրբ Հոգով չմկրտվածները մի հատ լուրջ ուշադրություն դարձնեն իրանց անձին։ Որտեվ գուցե մարդը մտածի, բա ո՞նց իմանամ, օրինակ, իմ սիրտը ուղիղ է, թե ուղիղ չի Աստծուն։ Շատ բաներ կա, որ շատ էլ խոսել ենք, որ հասկանաք, որտեղից ինչը, ոնց որ ասած, ձեզ հնարավորություն կտա քո կյանքի, որ ինչպիսի պահեր, որ դու հասկանաս քո սիրտը ուղիղ չի։ Բայց դրանցից մեկը էս է նաև, որ մարդը ուղիղ չի, նաև կարող է հենց դրա պատճառով մկրտված չի։ Ինչ եմ ասում կարող, որտեղ դա միակ պատճառը չի։ Չեմ ասում, միակ պատճառն է, որ մարդը չի մկրտվի, բայց վստահ եմ շատերը չեն մկրտված, որտեղ իրանք այտենց էլ իրանք սիրտը չեն ուղղում Աստծո հետ, Աստծո առաջին։ Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս այս իրականությունը, եթե հնազանդություն չկա, մկրտություն չի կարող լինի։ Այսպես է։ Այդպիսի խոսքը ասում օրինակ Գործք առաքելուց 5-րդ գլխում, կարդամ ձեզ համար, հետո վերջացնում եմ ես արդեն։ 5:30-ից 32-ում։ Ասում է. Մեր հայրերի Աստվածը հարություն տվավ Հիսուսին, որին դուք փայտից կախված սպանեցիք։ Աստված նրան առաջնորդ ու փրկիչ բարձրացրեց իր աջով, որ Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերի թողություն տա։ Եվ մենք նրա վկաներն ենք այս բաների համար եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստված իրեն հնազանդվողներին տվավ։ Սուրբ Հոգին վկայա եւ վկայություն է տալիս, ասում է, բայց նա ումն է տալիս, Սուրբ Հոգին ումը տվեց Աստված, իրեն հնազանդվողներին, այո։ Կարևոր է, որ մարդը իր սիրտը, այո, հնազանդեցրած լինի Աստծուն, խոնարհված լինի, ուղիղ լինի Աստծո հետ։ Այդ ժամանակ ինքը այդ բարիքի մեջ բաժին ունի, բայց եթե ինքը ուղիղ չունի, չի Աստծո հետ, ինքը չի Սուրբ Հոգով չի մկրտվի, ինչպես Պետրոսը Սիմոնին ասեց. դու սրա մեջ մաս ու բաժին չունես։ Ոչ թե դու չես կարա ձեռք դնես մեր նման ու մկրտվեն ոմանք, չէ, դրա մասին չի, դու ինքդ չես մկրտվի։ Սրա մեջ բաժին չունենալու մեջ դա էլ է մտնում։ Ովքեր ուղիղ չեն սրտով Տիրոջ հետ։ Լիքը հարցեր կար իրենց կյանքում, պահել են, տենց էլ ոչ լուրջ վերաբերվել են, ոչ լուրջ, ասած ուշադրություն են դարձել խրատողներին, հանդիմանողներին, տենց էլ Աստծո առաջին ոնց որ Աստված իրաց նկատմամբ պահանջատեր մնացել է։ Եվ ինչպես տեղ կասում է, հիշիր որտեղից ընկար, այսինքն ինչ է նշանակում, դու գուցե քեզ չես տեսնում պարտք ունեցող Աստծո առաջին, բայց ես լավ եմ հիշում, հիմա էլ քո պարտքը պահանջում եմ, հիշի որտեղից ընկար, պարտքդ փակի, ապաշխարի։ Իհարկե կարևոր է նաև հավատքի հարցը, մարդը պիտի հավատա, ուշադրություն դարձեք, որտեղ կարդում ես Սուրբ Հոգու հետ կապված այդ խոստումը ուղարկելու, հոգին ուղարկելու հետ կապված, ասում է իմ հոգին կթափեմ ամենքի վրա, իմ հոգին կթափեմ ամեն մարմնի վրա, այսինքն բոլորի համար ուղարկված է դա։ Հասկանում եք, Աստված ուղարկել է, դու չես վերցնում, խի չես վերցնում, խի չես ընդունում։ Քո համար ուղարկել է, եթե դու Քրիստոսին ընդունած ես, հավատացած ես, ընդունած ես, վերջ ուրեմն ոնց որ ասած, արդեն երկրորդ Աստվածային անձը գործ ունի քո հետ, որին դու պետք է անպայման ընդունես, որպեսզի այդ գործը քեզ հետ անի։ Սա կարևոր է, պետք է նաև հավատանք, այո, որ հենց ինձ համար Աստված ուղարկել է։ Բնական է նաև փափագել պետք է, որ ասում է որ ծարավա, չէ, թողգա ջրից խմի, փափագել, ծարավել այդ օրհնություններին, որ Աստված այդ ծրագրով գործ իր կյանքում, եւ նաեւ աղոթք անել, տեղ կա Ղուկաս ավետարան 11-րդ գլխում 13-ում ասում է, միթե Սուրբ Հոգին Աստված չի տա, երբ որ դուք նրանից խնդրեք, չէ, երբ որ ասում է, երբ որ բայց եթե դուք չար եք, կարաք ձեր երեխեքին, չէ, զավակներին
բարի պարգևներ տակ, երբ որ էս են ուզում, էս հո չեք տալիս, չէ, վատ բան չեք տալիս, առավել եւս ձեր հայրը, միթե ձեզ Սուրբ Հոգին չի տա, երբ որ դուք նրանից ինչ անեք, խնդրեք։ Այո, աղոթք անել, խնդրել։ Սա կարևոր է։ Տերը օրհնի մեզ, ժողովուրդ ջան։ Ես ուզեցի, որպեսզի կարևորությունը տեսնենք։ Առաջի դարում նորից եմ ասում, դա տարօրինակ էր, որ մեկը չի մկրտված Սուրբ Հոգով։ Անմիջապես այդ հոգսը քաշում են, որ դա ճիշտ չի։ Աստված քո հետ գործ ունի Սուրբ Հոգու մկրտությունով, դու չմկրտվեց, այդ գործը չի իրականանա քո կյանքում։ Դա մկրտությունով է, որ ոնց ասած ցույց է տալիս ընդունեցիր այն հոգին, որ ուղարկվել է այդ ծրագրով, այդ ծրագրով եկող հոգին այդ ծրագրով սկսում է գործել քո կյանքում։ Չէ, լիքը կիսատ պռատ բաներ։ Ուրեմն աղոթք անենք, ովքեր որ մկրտված են նախ եւ առաջ նաեւ նրանց համար, թող իրանք էլ ուշադրություն դարձնեն, լավ ընդունել ենք, արդյոք չենք տրտմեցնում հոգին։ Այսինքն արդյոք իրոք ասենց բացել ենք մեր սրտերը եւ կատարելապես իրավունք ու իշխանություն ենք տվել, որ Աստծո ուղարկվածը, Քրիստոսի ուղարկվածը, Աստծո հոգին իր ծրագրի համեմատ մեր մեջ իրոք գործ անի։ Այն բոլոր քայլերը, որ որոշված է, բոլոր օրհնությունները, որ շատ մեծ են։ Եվ երկրորդ, ովքեր էլ չենք մկրտվել, հասկանանք, որ սա ինչ չի, որ յոլա գեթանք։ Հիմա միջև մա չենք մկրտվել, ինչ այլ է, սրանց հետ էլ կարանք։ Չէ, դա ինչ չի, դա տարօրինակ ու աննորմալ է։ Նորմալ չի։ Իրեք իշնա մարդկան շատ հաճախ խափում, շրջապատում տեսնում ես խմբեր կան, բաներ կան, որ անարգել են, հայում են անգամ Սուրբ Հոգում, չեն մկրտում կամ խափում են իրանց, ասում են, դե մենք մկրտված ենք, բայց ուղղակի լեզուներով չենք խոսում։ Լեզուներով խոսալը ուրիշ է, լեզվով օտար լեզվով աղոթք ուրիշ է, դրա մասին խոսել ենք։ Ովքեր մկրտված են կամ ովքեր ընդունել են Սուրբ Հոգին մկրտությունով, դրա ապացույցը լեզուներով աղոթքը, լեզվով աղոթքն է։ Աղոթք առ Աստված օտար լեզվով։ Եվ որտեղ կարդացինք, ասում է հենց այտենց երևաց, որ նրանք ընդունեցին Սուրբ Հոգով։ Ո՞նց են երևաց։ Խո աղոթք էին անում, օտար լեզվով փառաբանում են Աստծուն եւ այլն։ Այսպես է։ Ուրեմն Տերը մեզ օրհնի, աղոթք անենք։